Երկրի հավաքանու անդամներ, քանի որ պարոն Անանյանի կողմից հիշատակում էր ապերը ման հետ կապված, ազատտնտեսական ոլորտի հետ կապված, ես ուզում էի մի փոքր այդ մասին հակադարձում եւ ուղղակի պատմական քաղաքական ակնարկով եզրափակել, թե ինչու է մեզ պետք ազատտնտեսական գոտին դեռ 3 դրանից առաջ արդեն մենք ուշացել ենք ազատտնտեսական գոտի, ազատ քաղաք տեսեք, ես կցանկանայի սկսել մեր քաղաքի պատմության սկզբից Ալեքսանդրապոլի մասին է խոսքը այս քաղաքը միշտ կայացել է ունենալով քաղաքաստեղծ համակարգեր դրա արդյունքում քաղաքը զարգացել է վերջին 30 տարիների ընթացքում հանգեցրեց այն բանին, որ 260 հազարանոց քաղաքը դարձել է 100-110 հազարանոց քաղաք այսինքն մենք կորցրել ենք բնակչության կեսը մոտավորապես, եթե ոչ ավելի այսինքն ազատ տնտեսական գոտին, ազատ քաղաքը, նոր կոնցեպտով, նոր ձևով ներկայացնել ու գետնի վրա գործ անել ու գյումրեցիներին ցույց տալ, որ սա է ճանապարհը, այլ ճանապարհ գոյություն չունի ուղղակի։ Դա մեր պարտականությունն է։ Եթե դուք կողմ եք այդ գաղափարին, ես շատ ուրախ եւ շատ ուրախ կլինեմ, որ ձեր առաջարկությունները, ձեր դիտարկումները ներկայացնեք, նստենք, քննարկենք, հասկանանք եւ այս ուղերձը հղենք կառավարությանը։